Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնի շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, երևի թե ամիսներ շարունակ սպասել եմ, երբ որ ասի Զին, ոնց որ թե կարողանում եմ գալ, բայց նրա մասին րոպեներ անց, որովհետև այս պայն պետք է շնորհավորեմ ըստ ֆորմատի բոլոր հոբելարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծո եւ բացառապես 21 TV ու Զինայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Գերացավ շուրթերը տալ Չիլինի քեզ մորանալ Շուրթերը տալ ուզում եմ զգալ Չեմ կարող քեզ մորանալ Աչքերացավ շուրթերը տալ Չեմ ուզում քեզ մորանալ Շուրթերը տալ ուզում եմ զգալ Չիլինի քեզ մորանալ Դու մենակ դու Սիրտը տարը ինձանով հա ու ու մասի կարամ գրեմ էդի դու ես անապատի արև դու ջուր ես ես արև կդարնամ ապդ կգամայցի չեմ կարա մորանամ չերետ զգացի արակ կվերանա պրոբլեմը քո կյանքի եթե դու հավանք ես համարը քո հարկի Քո կողքին կյանքս համարանն առանց կեզ օրս է խուր ինչ անեմ սաղ քո համարա դե արի ու քո սերը դուր տես որան հնարա առանց կեզ օրեր ես տեղուր սիրտդ հեն սրտիս համարա դե արի ու քո սերը դուր տես առանց կեզ կյանքը դատակա ու անգույնա մոլորակը ասավուն սիրուննա չերդ մորանամ ու հիմա քո շպիտը իմ ուսանա ու քո սերը թալիսմանա ուզում եմ միշտ մոտես մանա քո կողքին կյանքս համարանա առանց կեզ օրս տեղուր ինչ անեմ սաղ քո համարա դե արի ու քո սերը դուր տես որ անհնարա առանց կեզ օրեր ես տեղուր սիրտդ հեն սրտիս համարա դե արի ու քո սերը Señorita falla, señorita boom Ես լուսինը մեր վրայա, դու էլ իմ գրկում Կարևորը հիմա դա է, թե ինչա կատարվում Ժամանակը կանգնում, շուրջս կտրվում Ասա քո սրտին է, նորը ու հինը Ես կանեմ կյանքս անհնարին է Շուրջդ ինչ կա, քոնա ու իմը Դե ասա արագ քո մտքինը Ախ ոնց եմ սիրում քո անունը Առանց քեզ ներվայրանում են Քամուց քո մազերը գալարվում են Ու մտքիս մեջ կրկնում են Աչքերը սև, շուրթերը տալ Չիլինի քեզ մորանալ Շուրթերը տալ, ուզում եմ զգալ Չեմ կարող քեզ մորանալ Աչքերը սև, շուրթերը տալ Չեմ ուզում քեզ մորանալ Շուրթերը տալ, ուզում եմ զգալ Չիլինի քեզ մորանալ Քո կողքին կյանքս համարանա Առանց քեզ օրս տեղուր Ինչ անեմ սաղ քո համարա դե արի ու քո սերը դուր Տես որ անհնարա առանց քեզ օրեր ես տեղուր Սիրտդ հեն սրտիս համարա դե արի ու քո սերը Քո կողքին կյանքս համարանա Առանց քեզ օրս տեղուր Ինչ անեմ սաղ քո համարա դե արի ու քո սերը դուր Տես որ անհնարա առանց քեզ օրեր ես տեղուր Սիրտդ հեն սրտիս համարա դե արի ու քո սերը դուր Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Զինայդ նախագիծը, սպասված հյուրիս առաջարկում առաջնահերթ տեսանյութով վայելենք։ Եվ վստահ եմ առավելևս երիտասարդները հենց հիմա մոտ են նստելու եւ ասելու են Զինան կատարեց իր խոստումը, բայց հենց նրա օգնությամբ ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ երիտասարդները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ուշով հետո են երիտասարդների յուրաքանչյուր քայլը մոտ են նստել, ձայնը բարձրացրել եւ ասում են երևի թե այն գեղեցկույն է փոքրամարմին, որ ամբողջ էներգիայով տրվում է աշխատանքի եւ չգիտես երբ որտեղ կարող ես նրան գտնել, որովհետեւ կարող է առավոտյան լինել այլ մարզում, երեկոյան ու ժամին լինել Երևանում, բայց երիտասարդների ամենակարևորը սրտում եւ գրկում։ Այսօր արդեն նա ինձ մոտ տաղավարում է եւ ես ըստ ֆորմատի, ըստ սահմանադրական օրենքի մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալել եմ Հայաստան-Արցախ երիտասարդական միության նախագահ իմ գեղեցկույն կերուն Լիանա Մանուկյանին։ Լիանչս ողջույն իմ աղջիկ։ Հասար դու ինձ մոտ։ Վերջապես։ Դու չես պատկերացնում ամեն անգամ, երբ որ դու ինձ voice ես անում, ես ուզում եմ լսել ասես, ցին ոնց որ թե ժամ ունեմ, կարողանում եմ գալ քեզ մոտ հյուր։ Ես արդեն որոշել էի տարվա վերջ ես գայի քեզ մոտ նկարեի, այդ այսջան արդեն կարոտ կար, զբաղվածություն կար, որտեղ ամեն երկրորդը գալիս է, շնորհակալություն է հայտնում Լիաննա Մանուկյանին։ Շատերի անունից էլ ես եմ շնորհակալություն հայտնում եւ շատերն էլ ասում են, լսի ինձ կպատմես մատ Լիաննայի մասին, ոնց է լինում, որ այդ երիտասարդները գերի են ընկնում այդ երեխուն։ Լիաննա, ինչ ես անում։ Նախ քեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Ուզում եմ դու անպայման իմանաս, որ այն քիչ մարդկանցից ես, ում մոտ հյուր գալը ինձ համար մեծ ողջավորություն է, բայց ցավոք սրտի հաճախ չեմ կարողանում ներկա լինել խիտ գրաֆիկի պատճառով, տեսնում ես, բայց միշտ պատրաստ եմ գալ։ Իսկ մեր գրասենյակի դռները միշտ բաց են քո ու քեզ նման շատ լավ մարդկանց համար, այնպես որ երբ ցանկանաս կարող ես գալ։ Ինչը վերաբերվում է գերի լինելուն, ես հատուկ ոչինչ չեմ անում, ուղղակի կան խելացի երիտասարդներ, ովքեր շատ ճիշտ եւ շատ հեշտ եւ շատ արագ կարողանում են կողմնորոշվել ու հասկանալ, թե որտեղ է իրենց համար լավ ու հավաքվում են այնտեղ, որտեղ որ ես եմ, որտեղ որ իմ թիմն է։ Շատ լավ, չեմ ուզում հարցնել ինչ եք արել, ինչ եք անում, որովհետև համացանցը ողողված է ձեր յուրաքանչյուր գործով ու շատերն էլ ասում են, «Էսի ոնց անենք, այս աղջկան ուղարկենք հանգստի»։ Դից մի բան կա, կարող եմ ինչ-որ մտածես մի պահ իսկապես կտրվել իրականությունից եւ հանգստանալ։ Լինում են նման դեպքեր, իհարկե հանգիստը մեր ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց համար, հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար շատ հարաբերական հասկացողություն է, որովհետև հանգիստը ուղեկցվում է ամենաառաջինը էլի գործով, որովհետև երբ գործ ունես երիտասարդների հետ ու մի քանի 100 երիտասարդների հետ, հնարավոր չի մեկ օր կամ մի քանի օր առավել եւս ընդհանրապես կապից կորել ու տրամադրվել միայն հանգստին։ Իհարկե մի փոքր ավելի թեթև ռեժիմով, բայց էլի կապի մեջ եմ լինում գործնական հարցերով, իհարկե ընտանիք, ընտանեկան հարցեր, հետո նոր երրորդ պլանում լինում են ընկերները։ Հեռու ավելի հնարավոր չի լինում կազմակերպել հանգիստը, սովորաբար հանգիստս փորձում եմ այդ ազատ ժամանակը առաջինը տրամադրել ընտանիքիս, հետո ընկերներիս, իմ լավագույն հանգիստը դա է։ Շատ լավ, մի քանի օրվա թեմա շատ հոգեարազատ, ես նկատեցի, որ պարոն Ծառուկյանը Նաև ինչու ոչ, նաև դու նրա ուղեկցությամբ արդեն հաղթանակած թիմի այն իմ սիրած վիճակների մեջ ունենք հաղթանակ, ունենք ֆուտբոլ, ես չէի հասկանում դու այդտեղ կազմակերպիչ ես թե ֆանատ արդեն սթորիներից, ձեր ուզում եմ ասել, այս վիճակները ավարտվեցին եւ կամփոփես եթերում ինչ արեցիք։ Հա, անկեղծ եթե լինեմ, առաջին անգամ երբ կազմակերպեցինք ֆուտզալի առաջնությունը, ես չէի պատկերացնում, որ այդքան կսիրվի երիտասարդների կողմից ու կսիրվի նաև իմ կողմից, որովհետև ես մեղմ ասած ոչ մի ընդհանուր կապ չունեմ ֆուտբոլի հետ։ Բայց այդ թեժ խաղերը ստիպեցին ինձ մտնել խաղի մեջ, հետևել շատ այդ ուժեղ երիտասարդներին, թե ինչ հոգի են դնում իրենց խաղում ու առողջ մրցակցություն իրոք առաջ տանում։ Երկրորդ անգամ, որ կազմակերպեցինք, այս անգամ ավելի շատ թիմեր գրանցվեցին մասնակցելու, իհարկե Արցախից թիմեր, Երևանից եւ մարզերից Հայաստանի։ Ու
ու եզրափակիչ փուլ անցան Գյումրու եւ Արմավիրի թիմերը։ Իդեպ Գյումրին անցած առաջնության ժամանակ ֆինալում եզրափակչում էր խաղում Մոնթե թիմի հետ։ Այո։ Այդպես այս անգամ հաղթեց Գյումրին։ Ու եզրափակիչ փուլի ավարտից անմիջապես հետո իհարկե ընթացքում էլի դիմում էին թե մյուս առաջնությունը երբ է տեղի ունենալու, հատկապես այն թիմերը, որոնք չէին անցել հաջորդ փուլ, արդեն անհամբերությամբ սպասում են մյուս առաջնությանը, բայց արդեն դարձավ ավանդական, վստահ եմ, որ առաջիկա տարվա ընթացքում եւս մեկ անգամ կունենանք ու փորձը ցույց է տալիս, որ էլ ավելի մեծ քանակի թիմերով։ Շատ լավ։ Իսկ sense որ գնա կարող որ սպորտաձևել ընդգրկվեն։ Իրականում պլաններում կան, որ էլի սպորտաձևեր պիտի լինեն, տարբեր մարզաձևերով պիտի կազմակերպենք, ուղղակի ես չեմ ուզում ծրագրերը մենք կազմակերպենք ուղղակի կազմակերպելու համար, հա, մենք կազմակերպում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք առաջարկում են երիտասարդները։ Իսկ երիտասարդների շրջանում շատ ավելի կարևոր նշանակություն ունի փաստորեն ֆուտբոլը, բայց իհարկե մենք առաջիկայում մյուս մարզաձևերին եւս անդրադառնալու ենք։ Շատ լավ, բայց ես չեմ վախենա այդ հարցը կտամ, դուք կարող եք իմ բան մտածել եք ուսանողների համար, որ կարող եք իմ եթերում առաջին անգամ մեկնաբանել եւ ներկայացնել։ Ես մեծ սիրով ու ես չգիտեմ նկատել ես թե չէ, միշտ քո եթերներին արդեն երկրորդ անգամ եմ քեզ հյուր գալիս քո եթերի ժամանակ ես մի քանի ժամ առաջվա նորություն եմ ասում։ Ու հիմա էլ ոնց որ թե դա էլ ավանդական դառնում, բացառություն չի, առաջարկ Հայաստանի նախաձեռնության շրջանակներում հենց այսօր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարություն տարածեց, որ առաջիկայում քանի որ ուսանողների միջազգային տոնն է, մրցույթ է հայտարարվել 6 անվանակարգերում, որ 16-ից 35 տարեկան բոլորային երիտասարդները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել մրցույթին եւ իրենց առաջարկները ուղարկել մեզ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար կարող են դիմել մեզ, ուղարկել իրենց առաջարկները եւ մենք իրենց հետ կապ կհաստատենք, արդեն ձևավորված հանձնաժողովը ժյուրիի անդամների հետ միասին կքննարկի եւ լավագույնները կստանան խոշոր դրամական պարգևներ։ Բնականաբար։ Ինքս էլ իհարկե այս ամբողջ աշխատանքներում Հայաստան-Արցախ երիտասարդական միությունը ունենալու է իր մասնակցությունը եւ ես որպես ժյուրիի անդամ ներգրաված եմ լինելու աշխատանքներում։ Անաչառս չէ գնահատում Լենա։ Միշտ անկախ ամենից։ Ես չեմ զարմանա, վերջի ժամանակատվածում կան անհատներ, ավակ հա սերնդի, որ ասում են մենք այդ պետքա մասնակցենք, մենք ուզում ենք հետաքրքրվենք։ Ասում են ինչու ասենք, մի քիչ երիտասարդներ ասում, որովհետև Ծառուկյան ազգանունը այդտեղ կա։ Այսինքն տարիների փորձը յուրաքանչյուր մոտ ասոցացում է, որ եթե Ծառուկյան ազգանունը կա, եթե կա խոստում, ինչը որ իրականացվում է, արդեն երիտասարդությանը նախաձեռնում է ավակ սերունդը։ Մի տարի էլ մի քիչ անցնում է, ասում են ինչ կներ, գոնե երիտասարդներ ենք այս ամենից օգտվենք, բայց ես չեմ կարծում, որ թեմաներ լինում է, դուք կարող եք մի քիչ ավակ սերնդի չընդգրկեք, որովհետև Ծառուկյան ազգանունը իր գործը անում է, շատ են ուզում են գնահատվեն իսկապես պարոն Ծառուկյանի կողմից, անում եք, չէ՞ Լիան։ Մենք բոլոր տարիքի խոսում եմ բարձրների համար տարբեր ծրագրեր ունենում ենք, բայց քանի որ շատ կարևոր է, հա, օրինակը բերեմ ֆուտբոլի օրինակով, քանի որ դա top 1 թեմա էր 16-ից 31 տարեկան շեմ մենք հաստատեցինք կազմակերպիչներով
ու միջև 45-50 տարեկան մարդիկ դիմում էին մեզ, որպեսզի իրենք եւս մասնակցեն։ Մենք իհարկե իրենց խոստացանք, որ իրենց համար եւս կկազմակերպենք, բայց նույն մրցութային հարթության վրա 16 տարեկանի եւ օրինակ 50 տարեկանի միջև նույն կրիտերիաներով չես կարող որոշում կայացնել, հա, թեկուզ եւ ֆուտբոլի իմաստով օրինակով ասեմ, որ 16 տարեկանը 55 տարեկանի կամ 50 տարեկանի հետ խաղալը չթերագնահատելով կամ չգերագնահատելով ոչ մեկի ուժերը, անաչառ չենք կարող լինել, դրա համար յուրաքանչյուր տարիքային խմբի համար մենք փորձում ենք այնպիսի ծրագրեր կազմակերպել, որ բոլորը ունենան հնարավորություն մասնակցելու ամենատարբեր ծրագրերին։ Շատ լավ։ Ինչ ունենք միջև տարվա վերջ։ Ամփոփում ենք եւ ինչպես ենք ամփոփում։ Մենք առաջիկայում շատ կարևոր ծրագրեր ունենք, բացի խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված մեր ֆուտբոլը կամ այլ սպորտային խաղերը, նաև ինչու ոչ ինտելեկտուալ խաղերը, որոնք առաջիկայում կազմակերպելու ենք, նաև ունենալու ենք հանդիպումների շարք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Իդեպ այս մասին դեռ չեմ հայտարարել, բայց վաղը պիտի հայտարարենք, որ առաջիկայում սկսում ենք նոր նախաձեռնություն, շատ իհարկե ճակերտները չեն բացի, բայց բոլոր այն մտահոգ մարդիկ, բոլոր այն մասնագետները, ովքեր իրենց առաջարկություններով են հանդես եկել առաջարկ Հայաստանի նախաձեռնության շրջանակներում, Հայաստանում արկա բոլոր խնդիրների հետ կապված բարձրաձայնել իրենց նկատած խնդիրները եւ տալ դրանց լուծումները, բոլոր այդ խնդիրների շրջանակներում հանդիպումներ ենք ունենալու արտաքին դիվանագիտությունից սկսած միջև կինոյի զարգացման հարցեր եւ այլ մնացած բոլոր ոլորտային հարցեր։ Ինչն եմ կարևորում այս հարցում, որ երիտասարդները ունենալու են հնարավորություն ոչ թե մասնակցել դասընթացի, որին մասնակից են դառնում ամենատարբեր բուհերում կամ քոլեջներում, այլ լինելու է ինտերակտիվ քննարկում։ Հարց-պատասխան ֆորմատով, շատ երիտասարդական ֆորմատով, սուրճի եւ թեյի շատ անկաշկանդ մթնոլորտում։ Հիանալի է։ Բայց այս բոլորը մեկտեղ ես Լիանային շատ ցանկանում եմ մտաղավար լինել որպես անհատ մարդ, որովհետև եթե Լիանային գրեթե բոլորը գործի մեջ են տեսնում, ես քո թույլտվությամբ ուզում եմ այսօր նաև բացահայտել որպես ինչ ոչ գեղեցկուհի եւ արդեն ապագա մամա։ Դե սենց չեմ ասում, որ իմանաք վաղը երեխա ունենում, բայց որ թողեք կամ ուսնանա երեխա կունենա իմ կարծիքով, եթե դրա ժամանակը լինի եւ եթերում ես պահանջում եմ Մանուկյան ջան, որ քո հարսանիքը ես պետք է վարեմ ու դա չի քննարկվում։ Սիրո, վերջացավ։ Մնաց ամուսնացնենք։ Բայց ես ուզում եմ նաև մեր ֆորմատին էլ անցնել, էլի։ Միշտ ձեր ֆորմատի մեջ խոսում ենք, այն որ ասում է ինչ ուզում ա լինի, միևնույն է գործից խոսում ենք, բայց ես ուզում եմ նաև ընկերուհուս ներկայացնել ըստ Ձինա Ակոպովնայի ֆորմատի, բացահայտել նաև քո ներքնաշխարհը, ճաշակը ինչու ոչ, բայց դրանց մեկտեղ հարց։ Այսօր դու շատերի օրը տոն ես դարձնում։ Գործով, չգիտեմ, առիթով, կազմակերպչականով, հուզիչ, լավ, տրամադրող։ Ես ուզում եմ իմանալ Լիանան ինչպիսին է որպես հոբելյար։ Լիան, ես տեսակներ ասեմ, դու ընտրի, տես որն է քոնը։ Աղջնակով ամիսներ առաջ սիրում է ծննդյան օրը կազմակերպել։ Աղջնակով մի տեսակ այդ օրը չի սիրում, մեկուսանում է։ Եվ աղջնակով տուն տեղ ընտանիք կոլեկտիվ ընկերներ ոնց էլ չլինի իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը։ Իմը իմ կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ բավականին փոփոխվող է, բայց աղջնակ ով ամիսներ առաջ պլանավորում է տարեդարձը, դա իսպառ բացառենք, որովհետև Չէ, որովհետև չի եղել դրա ժամանակը։ Ավելին ասեմ, ես մի գաղտնիք բացեմ, ես միշտ ունենում եմ խնդիր տարեդարձս նշելու վայրի հետ կապված, որովհետև ես որոշում եմ, որ ոչ թե որոշում եմ, այլ ժամանակ եմ գտնում այդ հարցով զբաղվելու իմ տարեդարձից, օրինակ 3 կամ 4 օր առաջ։ Ինչի համար դա իմ համար խնդիր է առաջացնում, հա։ Լավ։ Դրա համար դա բացառում ենք, բայց որպես այդպիսին չունեմ տենց հատուկ տրամադրվածություն,
Ամեն տարի ինչ որ մի կերպ տեղի ունենում, բայց այ երրորդը, որ ընկերներ, ընտանիք միշտ ինչ որ բան կազմակերպում են, դա ամեն տարի տեղի է ունեցել, անգամ կհիշեմ 2 դեպք, որ ինձանից գաղտնի էին կազմակերպել իմ ծնունդը ու ես չգիտեի, որտեղ պիտի գնամ, ոնց պիտի կազմակերպեմ, որտեղ իրարից անկախ էին արել։ Հոճելի է, դա ամենահաճելին է։ Պատրաստ ես իմ բլից հարցերին։ Սիրով։ Երկար չմտածես։ Փորձեմ։ Առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Սուրճ։ Նախընտրած գույն։ Սպիտակ։ Սիրելի խոհանոց։ Հայկական։ Նախընտրած խմիչք։ Կոնյակ։ Սիրած կենաց։ Չունեմ այդպեսին։ Չեմ հավատում։ Անկեղծ չունեմ։ Ես գիտեմ, որ դու խմելուց միշտ հայրենիքի կենացը կխմես։ Ինձ թվում է հայրենիքի կենացը խմելով չի, հայրենիքի համար ապրելով է։ Ապրես։ Իսկ հայկական ֆիլմ նախընտրելի։ Ոյ, իսկ եթե ավելի անկեղծ, ես չեմ կարա տենց շատ կարճ պատասխանեմ այդ հարցին, որովհետև եթե ֆիլմ, ապա հին հայկական ֆիլմ։ Այո։ Իսկ դրանք շատ են։ Կարոտ, Մայրիկ, մեր մանկության տանգոն, Հա։ Ոսկե ցլիկ, բոլոր հայկական ֆիլմերը, հին հայկական ֆիլմերը։ Բան չասեցի։ Գյուղ թե քաղաք։ Գյուղ։ Ունես կյանքի հերոս։ Հա, Կարողանում ենք բարձրաձայնել։ մայրս։ Շատ լավ։ Ունենք հոբի, Հա, որն է։ մամայի հետ գնալ քաղաքից դուրս։ Այդ հոբի է, թազիվ հասցնում ես հանգստանես։ Դարձել է հոբի։ Չգիտեմ, ինձ թվում է ես մի քո հոբիներից մեկը ես եմ եթերում ցույց տալու կամ ստորիներով բացահայտելու եմ։ Որն է Լիանայի ամենամեծ վախը։ Կորցնել հայրենիքը։ Իսկ կարծիք ունես ընդհանրապես մեր մշակույթի մասին։ Մի նախադասությամբ, Աշխատելու տեղ ունենք շատ։ փաստորեն։ Ինչի անում Լիանան, երբ որ ունենում է վատ տրամադրություն։ Մեկուսանում է տրամադրությունը, փոխանցում է ընկերներին, կռվում է աչուձախ, թե մեկուսանում է։ Հիմնականում մեկուսանում եմ, բայց խոհանոցում։ Լուրջ ես ասում։ Այո։ Պատրաստում ես թե ուտում ես։ Պատրաստ։ Որտե մարդկան դեռ վատ Ես տրամադրություն սիրում եմ պատրաստել, որպեսզի ուտեն մյուսները։ Հաճ լավ բան է։ Իսկ ունես երազանքներ ընդհանրապես ապագայի մասին։ Երազանքներ ունեմ, մինչև 2020 թվականը երազանքներս դարձրել եմ նպատակ ինքս ու դրանք իրականություն եմ դարձրել։ Ինձ համար երազանքը այն է, որը չպիտի իրականություն դառնա, որ դառնա մնա ինքը հենց այդպես էլ երազանք։ Այս պահին որպես երազանք կառանձնացնեմ Արցախ հետ վերադարձը։ Շատ լավ։ Իսկ եթե երազների մասն ենք խոսում, դու հետևում ես եւ վստահում ես երազներիդ։ Վստահելը չեմ կարող ասել վստահում եմ, բայց որ իմ երազները ինչ որ բան իմ կյանքում միշտ նշանակում են եւ ոչ միայն իմ կյանքում իդեպ ասեմ, Վանգայի թոռը չեմ, բայց լինում են այդպիսի բաներ, որ երազներս ինչ որ բան նշանակում են։ Իսկ ներքին ձայնիդ հետևում ես։ Միշտ։ Այստեղ Լիաննական նստած կռվող։ Մի հատ թե մի քանի հատ։ Կարմիր եւ սպիտակ։ Հո տենց։ Այո։ Հո շատ լավ, ասել ու սպիտակ չլինի, մնացածը ոչինչ։ Կարմիրը պոզերով։ Լիանան ունի սիրված երգ, որ ոնց էլ չնի այդ երգը միշտ մնայուն է։ Երգ չի, երգից չեմ ասում։ Երգ, կա տենց մի բան։ Շատ են, կան, էլի ըստ տրամադրության, ըստ հոգեվիճակի։ Հիմնականում սիրում եմ ավելի ճիշտ ոչ թե սիրում եմ, այլ շատ երգեր եմ սիրում, բայց վերջերս հիմնականում լսում եմ Հայկո, Գայա Արզումանյան, Ծայրաղություններս ասում։ չի ասի։ Լավ։ Ու էլի մի քանի անուններ կան, որ երևի Ուղղակի նրանց լսում ես։ Շատ լավ, իսկ ունի Լիանան կարգախոս։ Չէ, որպես այդպեսին չէ, բայց ունեմ սկզբունքներ, որոնք կարգախոսի նման միշտ իմ մեջ են ու հետևում եմ դրանց։ Շփվում ես Աստծո հետ։ Միշտ։ Խնդրում ես, շնորհակալ ես լինում։ Վերջերս ավելի շնորհակալ եմ լինում։ Եթե Աստծո ճրակը հիմա ձեռքումդ լիներ, ինչ կխոսեիր, ինչ կասեիր։ Հարց կտայի։ Օրինակ, Ինչու։
Եվ ուզում ես Աստծուց այդ պատասխանը ստանաս։ Բաց չէր լինի։ Շատ լավ։ Բան չասեցի, փիլիսոփայեցի, բայց օքեյ։ TV թե ռադիո։ TV։ Լավ, եւս մեկ հարցը, որը շատ ցանկալի եւ նախընտրելի է, ինչը մի քիչ այդ բոմանդակը շատ շաբլոն է, բայց այն որ ասում եմ, քո սիրտը զբաղված է, տանել չեմ կարողանում այդ հարցը, բայց ճիշտ կլինի խուսափենք։ Շատ լավ, բայց մի հարց էլ էլի, Լիաննան դեռ կարող է գրանցվել ցանկալի հարցնացուների շարքը։ Չես դուս եկե, չէ՞, ցանկից։ Եղել եմ։ Իհարկե։ Միջև ամուսնությունը կմնա։ Կա։ Կամ։ Պայքարեք։ Փաստորեն դու պատասխանեցի։ Պայքարեք։ Սա Դինա, բոլոր ես ներողություն եմ խնդրում, ես շատ հայկական ավանդական ընտանիքում եմ, անկախ իմ շատ գերծանրաբեռնված գրաֆիկից, հայկական ավանդական ընտանիք ունեմ, շատ հայկական մտածող եղբայր ունեմ, ու ես վստահ եմ, որ քո եթերից հետո ես բավականին լուրջ առանձնացրել եմ ունենալու եղբորս հետ։ Կասես զանգի ինձ եղբայրդ, էլի, որովհետև ես ուզում եմ քեզ հարցի շուրջ տեսնել։ Բայց նրանք մեղք չունեն, որ քո զբաղվածությունը մեծ է, բայց պետք է մտածել նաև դրա մասին։ Մարդու կյանքում ցանկացած բան տեղի է ունենում, երբ Աստված է կամենում։ Հատուկ ինչ որ քայլեր, հատուկ ինչ որ երազանքներ կամ նպատակներ ունենալ կամ կարճել այդ մտքից վստահաբար իմաստ չունի, հատկապես իմ կյանքում, հատկապես իմ մտածելակերպին մոտ մտածելակերպ ունեցող աղջիկները վստահաբար կհաստատեն ու գիտեք, այսօր մեր երկրում եւ առհասարակ կյանքում, իրականության մեջ ամուսնանալը դարձել է ասա ճիշտ ուղղակի ինչ որ քայլ, որը պետքա իրականություն դառնա։ Ավելի վատ բան կարող եմ ասել, այսօր ցավոք սրտի շատերը ամուսնանում են հաշվարկով, շատերն ամուսնանում են, որովհետև ամուսնացել է իրանց ընկերուհին, իսկ ինչի իրանք չպիտի ամուսնանան։ Էլի։ Հա։ Ու դրա համար մենք ունենք այն իրավիճակը, որը որ հիմա ունենք։ Դրա համար կարծում եմ ճիշտ կլինի ամուսնանալ այն ժամանակ, երբ իրոք եկել է ժամանակը մտածելակերպով, հոգեբանությամբ եւ վերջապես պատրաստ լինելով նաեւ ինչու ոչ գրաֆիկի տեսանկյունից։ Էլի վերջում դա ասեց։ Այո, որովհետեւ շատ բաներ հնարավոր չի լինում համատեղել, որովհետեւ ամուսնությունից հետո թեկուզ եւ երեխա ունենալը, որը շատ պատասխանատու քայլ է մարդու կյանքում, հատկապես իգական սեռի ներկայացուցչի կյանքում, երեխա ունենալը չպիտի լինի զուտ ամուսնության պատճառահետևանքային կապ։ Երեխային ունենալուց հետո իր յուրաքանչյուր միլիմետրի վրա, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր կետի վրա պետք է աշխատել, որպեսզի այդ երեխան դինի ընտանիքին ու հայրենիքին արժանի զավակ։ Հիանալի է։ Այս ամբողջը ես շատ եմ ասում, չեմ ուզում էլ ինձ ծերացնես։ Եվ Այն որ գոնե փայտով չկա մարսանիքդ վարելու, տենց մեծ լինեմ։ ես այդպես էլ քեզ կընդունեմ սիրով։ Որ վերջը տեղավորացրեցի։ Եվ վերջի հարցին հույսով երկար չես մտածի, նախընտրած հեռուստահաղորդավարի ունեք, Լիաննա ջան։ Ու մտածում եմ, ձենս ամբողջ տաղավարով եմ արդեն պատրաստում գցել։ Չէ, դու ես։ Հա, բան չի փոխվել, չէ՞ քո կյանքում։ Հուսամ անձնագիրս կտաս։ Յանալիա։ Իսկ այսքանից հետո Լիան, մենք ունենք հեռուստադիտողներ, որոնք հոբելյարներ են։ Խնդրում եմ, տեսախցիկի նայելով շնորհավորիր։ Շնորհավորում եմ բոլորին, բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր, դուք յուրաքանչյուրդ մի օրինակ եք մեր երկրի, մեր պետականության համար։ Ուզում եմ, որ լինեք երջանիկ, ներդաշնակ ձեր հոգու հետ եւ որ ամենակարևորն է լինեք աստվածավախ ու սիրեք մեր հայրենիքը։ Հիանալի է։ Իսկ այսքանից հետո ես եմ շնորհակալ քեզ։ Չեմ ուզում շատ գործից խոսենք, որովհետև դուք ձեր գործը ցույց եք տալիս։ Ու շատերն էլ ասում են, իրանք չեն խոսում, իրանք գործում են։ Այդ չեմ կանչել այստեղ գովաբանեմ, բայց փաստով դուրս է գալիս, որ ինչքան է լինում եմ նաև ձեր շրջապատում, ինչ որ ինձ համար խայտարակ հաճելի եւ ցանկալի է։ Միևնույն է, ամբողջ շաբաթվա ընթացքում ես կարողանում եմ լսել եւ պարոն Ծառուկյանունը։ Հիմա արդեն ավելի շատ նաև նրա որդու
Թավթյանով եւ նրա կողքին եմ եւ այդ ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը, որ top 10-ի մեջ առաջի տեղն է գրավում, ինչի մասին չի կարող մտածել իսկապես հաճելի եւ դու ինքդ արդեն հասկացար մարզիկների քանակը եւ որակը։ Եվ ամեն երկրորդը խոսելուց նաեւ Լիաննա Մանուկյանն է շնորհակալն ու փաստորեն այդքան գործի հետ մեկտեղ դու հասցնում ես նաեւ նրանց անհատականորեն օգնել յուրաքանչյուր գործում։ Այո, եթե խոսում ենք շնորհակալություն հայտնելուց, ես քեզ եմ շնորհակալ։ Ինչու՞։ Շատ շռայլ չեմ բառերի մեջ, բայց քեզ շնորհակալ եմ ինչի համար, որովհետև գիտես, էլի պիտի խոսեմ մեր իրականությունից, որ ցավոք սրտի մարդիկ հիմնականում լինում են այնտեղ, որտեղ ունեն օգուտ, մեղմ ասեմ, հա։ Ու երբ հրավիրում ես ինչ-որ տեղ X մարդուն կամ փորձում ես իր հետ աշխատել, տեսնում ես, որ շատ գործնական է մոտենում ամեն ինչին։ Իսկ այն գործը, որը կատարում ենք մենք, մեզ համար շատ կարևոր է, որ այդ գործի մեջ դրվի հոգի։ Այո։ Ես ինչքան աշխատել եմ քո հետ, ինչքան տեսել եմ, որ դու աշխատում ես իմ մյուս գործընկերների հետ, Գառնիկ Հայրապետյանի եւ մնացածի, տեսել եմ, որ դու քո աշխատանքում հոգի ես դնում, ինչը մեր համար շատ կարևոր է, անձամբ իմ համար, որովհետեւ մենք աշխատում ենք այն մարդկանց համար, չեմ ասում այն մարդկանց հետ, այն մարդկանց համար, ովքեր ունեն սիրո, ուշադրության, ինչու ոչ նաև կարեկցանքի կարիք։ Ու իրանք այնքան հեշտ են նկատում ով է իրանց հետ կեղծ, ով անկեղծ, ով բարեկամաբար, ով նախանձով, ու ես ուրախ եմ ու շնորհակալ եմ քեզ, որ դու հենց այն տեսակն ես, որը ցավոք սրտի այսօր շատ քիչ է։ Իսկ քանի որ խոսեցիր Հովհաննես Ծառուկյանի մասին, գիտեք, ես ինքս էլ չեմ ուզում գովել, հատկապես որ մշտական իրենց հետ կապի մեջ եմ, թե պարոն Ծառուկյանի, թե Հովհաննես Ծառուկյանի հետ ու մշտական ինչ-որ տարբեր ծրագրեր կազմակերպում ենք, չստացվի, որ գովում եմ, բայց Ծառուկյան Հովհաննեսի համեստությունը ու աշխատասիրությունը անկեղծ ես շատ քիչ երիտասարդների մեջ եմ տեսնում ու ինչն եմ իր մեջ շատ գնահատում որպես մարդ ով մի քանի տարի շուտ է սկսել այս գործունեությունը որ Ծառուկյան Հովհաննեսը ցանկացած քայլ ինչ անում է խորանալով իր քայլի մեջ գիտակցելով իր քայլի լրջությունը ու նախապես քննարկելով բոլորի հետ ու ինչն է ամենակարևորը, որ արվում է այդ ամենը անշահախնդիր։ Համաձայն եմ։ Եկեք անկեղծ լինենք, որ մեծ հաշվով կարող էր եւ ոչ մի բանով չզբաղվել։ Բայց այն սերն ու ջերմությունը, որ ինքը վայելում է զինվորների, վիրավոր զինվորների կողմից, մեր եղբայրների կողմից, իսկ իրենք շատ նրբանկատ են ու նկատում են ամեն ինչ։ Դա կարծում եմ ցուցիչ է շատ բան հասկանալու համար, դե իհարկե Ծառուկյան ընտանիքից այլ կերպ հնարավոր չէ։ Հիանալի է։ Իսկ ես չեմ վախեցել երբևիցե բարձրաձանել այս ազգանունը, չեմ էլ վախենա, որովհետև ինչքան էլ լինի նաև կերակրող ձեռք, կներեք, որ այդպես եմ ասում, համենայն դեպս ես ինձ լավ եմ զգում, երբ որ իմ թիկունքը տաքանում է, այդքան է։ Բայց ես նրանց շարքերում չեմ, ուղղակի նրանց շրջապատում եմ։ Դա էլ պետք է ասեմ, հա, կներեք։ Ուզում անպայման Տիկին Տոնոյանին հարգանքներս եւ բարևներս ուղարկել, որովհետեւ որ ասում ես կամ մեր Իվետանելիմ հետ այդ տարբերակն է միշտ եւ ես դեռ Տիկին Տոնոյան ձեզ սպասում եմ ինձ մոտ տաղավար մույսում դուք էլ մի օր կարձագանքեք, ասեք ձին ոնց որ մի 30 րոպե ժամանակ կարող եմ շփվել քեզ հետ, եթե դու շատ հարցերի պատասխաներ, որոնք եթերային են։ Համենայն դեպս ես կնեղանամ, երբ որ դուք ինձ դավաճանեք դավաճանել տեսակը ձեր համար չի, բայց էգոիզմ նախանձ թեման էգոիզմ ինձ մոտ կա, այլն որ ես սիրում եմ կամ լինեմ, ինչով կարող եմ օգտակար լինեմ, ամենակարևորը երբ որ տեսնում եմ, որ այդքան երիտասարդ համախմբված է, ես ինքս ավելի երիտասարդ եմ ինձ զգում։ Ուզում առողջ լինես, տոկուն
լավ մարդկանց շրջապատում ամենակարևորը ու ես փորձեմ մի բան կազմակերպեմ իմ ու քեզ համար գնանք մի օրով հանգստանալու։ Սիրով։ Որպեսզի խոսելուց էլ մենք ինչ-որ մի հաճույք ստանանք, այլ թեմաներից էլ շփվենք այդ թեմաներով էլ։ Շնորհակալ եմ շատ քեզ հարգանքներս։ Իսկ այսքանից հետո լավ տրամադրությամբ ես ես հաջողություն եմ մաղթում միմիայն հանդիպելու ակնկալիքով։ Երևի թե շատ երիտասարդների, որ խոստացել էի, նա ինձ մոտ տաղավարում է եւ կպահանջեմ, որ տարվա վերջ մի հատ էլ էստեղ լինի, բայց մեծ թիմով։ Դա ինձ խոստացել է նա արդեն տոնական տրամադրություն ստեղծելու համար։ Մինչեւ հիմա ձեր եւ իմ Լիանա Մանուկյաններ եւ իհարկե ձեր Դինա Հակոբովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարին ընձես։ Աշխարհ քո գրքի մեջ կենարար հայն ապրել է դարեր իննա իրյան ավետյաց հայոց երկիր շեն աշխարհ քո գրքի մեջ կենարար հայն ապրել է դարեր անթիվ զրկանքներ ու տանջանքներ ենք տեսել արար աշխարհով մեկ տարածվել ապրել անթիվ զրկանքներ ու տանջանքներ ենք տեսել բայց Հայեր ջան, մայրեր քույրեր ջան, կարոտով սպասում ենք, եկեք Հայաստան։ Հայեր ջան, ձեր հոգուն ղուրբան, թռչունի պես երամ, եկեք Հայաստան։ Չկա ուրիշ ոչ մի երկրում մատյան մագաղը չկա ուրիշ ոչ մի երկրում մայր Արարատ լեր չկա ուրիշ ոչ մի երկրում մատյան մագաղը չկա Աստված մեզ պահապան մենք պիտի միանանք ու նորից սովիսով Հայաստան դառնանք Աստված մեզ պահապան մենք պիտի Հայեր ջան, մայրեր քույրեր ջան, կարոտով սպասում ենք, եկեք Հայաստան։ Հայեր ջան, ձեր հոգուն ղուրբան, թռչունի պես երամ, եկեք Հայաստան։ Մայրեր քույրեր ջան, կարոտով սպասում ենք, եկեք Հայաստան։ Հայեր ջան, ձեր հոգում ղուրբան, թռչունի պես